Այ ինչպես եք պատկերացնում կոնդը ինչպես պետք է վերակառուցվի եւ խնդիրը իր պատմականությունը պահել որպես հին Երևանի մաս եւ բնակիչների խնդիրը կա այ դուք ինչպես կոնդի բնակիչ որ միշտ պայքարել եք ինչպես եք պատկերացնում Պատկերացնում եմ, որ այն ինչը որ հնություն է ու մենք ստեղ ունենք 13 թե 14 պատմամշակութային կոթողներ, որոնք արդեն պետության հովանու տակ են, մշակույթի նախարարությունը որպես դա ճանաչել է պատմական Դե պատկերացումները ես կարծում եմ այն քաղաքացիները, մեր կոնդի բնակիչները, ովքեր ուզում են մնան կոնդում, նրանք մնան, ովքեր չեն ուզում, կարողանան շուկայական գնով վաճառեն գնան։ Ուղղակի ասենք շատերը կան, հատկապես կոնդ փողոցի բնակիչները, այնտեղ շատ ավելի անմխիթար վիճակ է, օրերս դուք բոլորդ տեսաք, ասենք վարչապետը որ եկել էր, ընդամենը մի փողոցն է, Ռուսավելի փողոցի այդ պատմամշակութային կոթողների մոտով անցանք ու այդ մի փողոցը, իսկ կոնդ փողոցը Լեոն եւ բանը Չկալավը այդ փողոցները դեռ չեն եկել հուսով ենք որ երևի կգա մի օրեր որ այդ մյուս փողոցները կնայեն ու հատկապես կոնդ փողոցի բնակիչների համար օրինակ ճիշտ մեր կարծիքով, որտեղ մենք բնակիչներով այդպես ենք մտածում, ճիշտ կլիներ, որ քաղաքային իշխանությունը այդ մասը վերցներ, որտեղ մենք քննարկումներ ենք անում, դե կոնդում արդեն 20 տարի է, ամեն 5 շաբթի մենք ժողով ենք անում, մեր կոնդեցիները բոլորը իրազեկված են, մեր բոլոր խնդիրներից շաբաթը մենք փորձում ենք քննարկել ու հատկապես Երբ վարչապետը եկավ գնաց, անմիջապես հենց նույն օրը օրել չկործեցին, կոնդեցիներով հավաքվեցինք ու քննարկում ենք, թե ով ինչա մտածում։ Հիմա ինչ են մտածում։ Մի մասը շատ ուրախ է, որ վարչապետի այցելության հետևանքով այստեղ կոնդի արժեքը ավելի է բարձրանում, հողի գինը բարձրանում, բայց մի մասն էլ մտածում են, որ իրանք հնարավորություններ չունեն, որ վերանորոգելու կամ վերակառուցելու, նույնիսկ եթե ինչ-որ նախագիծ տան, տվյալ անձնավորություն չի կարա, այդ մարդիկ էլ մտածում են, որ ասում են ավելի լավ է մենք մեր քաղաքային իշխանությունները այդքան մասը վերցնեն, իրանք կառուցապատողի հետ կարողանան մյուս հարցերը, հետագա հարցերի լուծումները գտնեն, որտեղ մենք շատ վատ կառուցապատողներ ունենք։ Այս մեր Հայաստանում արդեն 30 տարի է մենք կառուցապատողների տեսնում ենք, որտեղ այն եկեղեցու կողմն է, չէ՞ որ իրացրել են, մենք այդքան կառուցապատողների տեսնում ենք ու այդ կառուցապատողների մեծ գերակշիռ մասը, եթե ոչ ասեմ բոլորը, իրանք մենակ մտածում են ոչ թե շահույթ, այլ գերշահույթ ստանալու մասին։ Իրանք թքած ունեն քաղաքացու վրա։ Այ հիմա մտահոգությունը նաև դա է, որ կառուցապատողը կարող է գալ, այդպես բունդոզերով քանդի ամեն ինչ, ոչնչացնի, բարձրարկել, ու ընդհանրապես կոնդից ոչինչ չմնա, ոչ միայն կոլորիտը, նաև ձևը իր պատմականությունը ընդհանրապես վերանա։ Այդ մասին դուք մտածում եք կոնդեցիներով, մտահոգվում եք կոնդի պատմականությունը պահելու, պահպանելու ուղղությամբ։ Հա, իհարկե մտածում ենք, համել մենք արդեն 20 տարուց ավել անդադ կոնդի հետ կապված բոլոր պետական ատյաններին դիմումներով ողողել ենք ու հիմա անդադ անգամ է վարչապետը որ եկավ կոնդի հետ կապված առանձին օրենք են մշակում, օրենք է լինելու թույլ չենք տա, եթե այսքան ժամանակ թույլ չենք տվել, նաև դա էլ, հետո մենք ուրախ ենք, որ մեր հետ համահունչ իրանք աշխատում են օրենք են մշակելու, հետո նախագծերի հետ կապված է, որ մրցույթ եղավ, մենք կոնդեցիներով մասնակից ենք եղել, ես ինքս ժյուրիի անդամ ենք եղել, մենք քվեարկել ենք, օրինակ այնտեղ մի քանի նախագծեր կար նայեցինք, մեզ ամենաշատը դուր եկավ, եթե չեմ սխալվում, Արշավիր էր անունը, Արշավիր Աղեկյան, հա, կարծեմ Արշավիր էր անունը չեմ հիշում, բայց ազգանունը հաստատ Աղեկյան էր։ Իր նախագծերը, որտեղ այնտեղ համ հաշվարկված էր քաղաքացիների բանը
ասենք իրանց շահերն էր ընդգրկված մեջը, նաև այդ հնությունների հետ կապված ու այդ ամբողջ այդ նախագծային նախահաշվարկները մեզ ավելի սրտին մոտիկ էր, մենք իր հենց նախագծերի համար է քվեարկեցինք։ Այո, այսպես, ուրեմն հետևողական եք լինելու, որպեսզի ճիշտ եք համարում բնակիչների հետ քննարկվի նախագծերը եւ պահպանվի, այսինքն եւ վերակառուցվի եւ բնակիչները, ասենք, ով ուզում է ապրի եւ կոնդի այնուամենայնիվ հիմնականում պատմականությունը պահպանվի։ Հա, իհարկե, կոնդի այդ հնությունը պահպանվի, որտեղ մենք նույնիսկ ականատես եղանք, որ մշակույթի կրթության եւ մշակույթի նախարարն էլ հանձնարարական ստացավ, այն ինչը որ պատմամշակութային է, որ դրա համար արդեն մասնագետները կան, նայեն, ինչը վնասված է, վերանորոգեն, որտեղ իսկ բնակիչների հետ կապված է այն ովքեր որ ուզում են տեղում մնան, ովքեր որ ուզում են գնան, այդ մարդկանց օգնեն բանով շուկայական գնով ստանան իրանց փոխհատուցումները գնան։ Ես ասում եմ, այդ օրը վարչապետը եկել է, հաջորդ օրը արդեն մի քանի մարդիկ ովքեր տարիներ շարունակ տենց հա գալիս էին ու փորձում էին մարդկանց համոզեին էժան գնով վերցնել, նորից էլի ակտիվացել են, նորից էլի եկել են, մարդկանց փորձում են համոզեն, որ էլի վերցնեն, այտենց չի կարելի, լավ այդ փողի մոլուցքով ինչքան կարան տարվեն, մարդկային բանը մեջները վերացել է, չէ՞ որ այդ մարդը տարիներով ապրել է, դու արի իրան շուկայական գնով վճարի, թող գնա, ոչ թե դու արի այդ շուկայական գնից է ցածր իրան առաջարկի ու հետն էլ հեքիաթներ պատմի։ Ոնց որ բանը լինեն մտքի ու ստի չեմպիոններ լինեն, ինչ ախմախություն ասես դուրս են տալիս այդ կառուցապատող ընկերության ու իրանց այդ միջնորդ կազմակերպությունները, որ կարողանան խաբեն։ Հիմա օրինակ էս վաղը 5-շաբթի է, վաղը մենք էլի ժողով ունենք, մենք էլի կոնդեցիներով կհավաքվենք, որոշենք, որտեղ շատերը կան ասենք իրավագիտակցությունը ցածր է, մենք փորձում ենք մեկս մյուսին օգնենք, իրանց ասենք իրանք ինչ ձևով խոսեն ու մեծ մասը մենք իրանց ասում ենք հանկարծ չհամարցակվեք նման գնով ձեր տներ տակ, վաղը դուք չեք կարանալու տուն առնեք։ Հիմա այդ մարդը եկել է փող ունի, ուզում է մի քանի տներ վերցնի, դառնա մի 10,000 քառակուսի կամ 20,000 քառակուսի, հետո ասի դե այդ նախագծով դե նախագիծ են մշակում, այդ նոր քարտեզով կամ այդ նոր նախագծով ինչ կա, տվեք ինձի, բայց իրանք չեն հասկանում, որ այտենց չի կարա լինի, մենք ինքներս թույլ չենք տա։ Հիմա շատ էլ թե մարդը խեղճ ու կրակա չի հասկանում, բայց մենք կողքից նայում ենք, հարևանությամբ ապրում ենք, ոնց կարանք թողենք, որ մեր հարևանին գան խաբեն, էժան գնով տան, այդ մարդը վաղը փողոցում մնա, ինչի համար։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Նարեկ ջան, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներ կոնդի բնակիչ Նաիրա Երեմյան։